Ողջույն։ Այսօր մենք շարունակում ենք մեր ճամփորդությունը Աստվածաշնչի առաջին էջերով եւ սերտում ենք Ծննդոց գրքի երկրորդ գլուխը։ Եթե առաջին գլխում տեսանք Տիեզերքի ստեղծման մեծ պատկերը, ապա այս գլուխը մեզ մոտեցնում է մարդու ստեղծման խորքին, Աստծո մտադրությանը եւ նրա հետ ունեցած մեր հարաբերության։ Գլուխը սկսվում է հանգստով։ Աստված ավարտեց իր գործը 7-րդ օրը եւ հանգստացավ։ Սա պարզապես դադար չէր, սա օրինակ էր մեզ համար, հիշեցում, որ մեր հոգիները իրական հանգիստ են գտնում միայն նրա ներկայության մեջ։ Նոր կտակարանը ասում է, որ Քրիստոսն է մեր ճշմարիտ հանգիստը, եւ նրա մեջ ենք գտնում մենք խաղաղություն, որը աշխարհը չի կարող տալ։ Մատթեոս ավետարանի 11-րդ գլխում ասում է. եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Այստեղ Աստված մանրամասը ցույց է տալիս մարդու ստեղծումը։ Նա մարդուն ստեղծեց երկրի հողից եւ նրա ռնգուկների մեջ կյանքի շունչ փչեց։ Մենք պարզապես մարմին չենք։ Մենք Աստծո շունչը կրող էակներ ենք։ Պողոս առաքյալը գրում է, որ Քրիստոսը կենթանացնող հոգին է։ Եվ այստեղ բացվում է այս գլխի ամենախոր ճշմարտություններից մեկը։ Ադամը նախատիպն էր Քրիստոսի, իսկ Քրիստոսը ներկայացվում է որպես երկրորդ Ադամ։ Ինչպես առաջին Ադամը ստացավ կյանք, այնպես էլ Քրիստոսը մեզ տալիս է նոր հոգևոր կյանք։ Երբ մենք հոգեպես դատարկ ենք, նա կարող է նոր շունչ տալ մեր հոգուն։ Աստված տնկեց Եդեմի պարտեզը եւ մարդուն դրեց այնտեղ, որպեսզի նա մշակի եւ պահպանի այն։ Սա ցույց է տալիս, որ աշխատանքը պատիժ չէ, այլ Աստծո կողմից տրված օրհնություն է։ Եվ պատասխանատվությունը Եդեմը այն վայրն է, որտեղ մարդը քայլում էր Աստծո հետ։ Քրիստոսով այդ հարաբերությունը վերականգնվում է։ Հովհաննեսը գրում է. խոսքը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ։ Քրիստոսը դարձնում է մեր սրտերը նոր Եդեն, Աստծո ներկայության վայրը։ Պարտեզի մեջտեղում կային երկու ծառ, կյանքի ծառը եւ բարի ու չարի գիտության ծառը։ Աստված մարդուն տվեց ազատ կամք, որովհետև սերը չի կարող հարկադրական լինել, բայց այստեղ կա մի խոր հարաբերություն։ Եդեմի ծառերից մեկի մոտից հոսում էր մի գետ, որը բաժանվում էր 4 գետերի եւ տարածվում աշխարհի 4 կողմերի՝ հյուսիս, հարավ, արևելք եւ արևմուտք։ Շատ մեկնիչներ սա տեսնում են որպես խաչի նախատիպ է, ինչպես այդ ծառից հոսող գետերը տարածվում էին ամբողջ աշխարհին, այնպես էլ Քրիստոսի խաչից հոսած այրունը դարձավ կյանքի աղբյուր ողջ մարդկության համար։ Նրա այրունը հոսեց բոլոր ուղղություններով, հրկություն բերելով բոլոր ազգերին։ Եվ եթե Եդեմը կյանքի սկիզբն էր, ապա Գողգոթան դարձավ նոր Եդեմ, որտեղ կյանքի ծառը, խաչը, բացեց հավիտենական կյանքի ճանապարհը բոլորիս համար։ Հայտնության գրքում Քրիստոսը ասում է. ես կտամ ուտել կյանքի ծառից։ Եվ մենք հասկանում ենք, որ իրական կյանքը գալիս է միայն նրա միջոցով։ Կներեք, որ մարդիկ են ասում։ Այս գլխում մենք տեսնում ենք նաև առաջին ընտանիքի ստեղծումը։ Աստված ասաց. լավ չի, որ մարդը մենակ լինի։ Նա ստեղծեց Եվային, ոչ թե Ադամի գլխից, որպեսզի կինը չիշխի Ադամին, այլ ոչ էլ ստեղծեց ոտքի ոսկորից, որպեսզի Ադամը չիշխի իր կնոջը։ Ոտնահարի, այսինքն սենց ասած, այլ ստեղծեց կողի ոսկորից, սրտի մոտից, որպեսզի իրար հետ մեկ լինեն, իրար սիրեն։
Սա Քրիստոսի նախատիպն է։ Երբ Քրիստոսը խաչվեց, նրա կողը բացվեց եւ այդ զոհաբերությունից ծնվեց եկեղեցի։ Պողոսը գրում է. մենք նրա մարմնի անդամներն ենք։ Ինչպես Ադամն ասաց, սա ոսկորը իմ ոսկորից, այնպես էլ Քրիստոսը ընդունում է մեզ որպես իր սեփականը։ Աստված է ընտանիքի հեղինակը եւ նա է տալիս իրական միասնություն։ Այս գլուխը մեզ հիշեցնում է, որ Աստված մտերիմ է մեզ հետ։ Նա հեռավոր արարիչ չէ։ Նա հայր է, ով հոգ է տանում մեր հանգստի, մեր աշխատանքի, մեր ընտրությունների եւ մեր հարաբերությունների մասին։ Եվ եթե այսօր դու քեզ հոգնած, մենակ կամ դատարկ ես զգում, հիշիր, Աստված գիտի քո կարիքները։ Քրիստոսը որպես երկրորդ Ադամ կարող է նոր շունչ տալ քո հոգում, վերականգնել քո խաղաղությունը եւ քայլել քեզ հետ քո պարտեզում։ Նա կարող է կարգ բերել այնտեղ, որտեղ քաոս կա, եւ կյանք բերել այնտեղ, որտեղ չորություն կա։ Նրա խաչից հոսող կյանքը կարող է հասնել քեզ, ինչպես Եդեմի 4 գետերը հոսում էին աշխարհի բոլոր կողմերը, այդպես էլ կարող է ինձ եւ քեզ համար հոսել։ Եվ Հիսուսը սիրում է քեզ։ Եկեք սիրելիներ, ավարտենք աղոթքով։ Տեր Աստված, շնորհակալ ենք քո կյանքի շնչի համար։ Իմ մեջ սովորեցրու ինձ հանգստանալ քո ներկայության մեջ, վստահել քո առաջնորդությանը, իմ ընտանիքում, իմ աշխատանքում եւ իմ ամենօրյա քայլերում։ Շնորհիր, որ իմ սիրտը դառնա նոր յետե, լի քո խաղաղությամբ եւ քո ներկայությամբ։ Ամեն։ Աստված օրհնի քեզ եւ Աստված օրհնի քո ընտանիքը։ Կհանդիպենք երրորդ գլխում, ծննդոց երրորդ գլխում։ Աստված օրհնի ձեզ։ Եղեք օրհնված։